24-ի հարգելի հետևորդներ, տեսնում եք ոստիկանությունը շարքով փակեց Բաղրամյան պողոտայի ազգային ժողովի ճաղամանդակներից այս կողմ հատվածը դեպի երթևեկելի գոտի իրականացրել է հանդիպումներ, կոնսուլտացիաներ արտախորհրդարանական ուժերի հետ ապահովելու համար ընդդիմադիր դաշտի ամբողջական ներկայություն եւ ներկայացում։ Լսումների նախորդող շրջանում կառավարիչները եւ ազգային ժողովի իրենց կողմից նշանակված մարդիկ ամեն կերպ փորձել են խոչընդոտել լսումների կազմակերպումը։ Նախ մենք սկսենք նրանից, որ շուրջ 300 հոգի ցանկություն է արտահայտել մասնակցել լսումներին, գրանցվել էր, իսկ դրանցից հաստատվել է ընդամենը 160-ի ներկայություն։ Բան, որը երբեք չի եղել ազգային ժողովի պատմության մեջ, միշտ լսումների Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներին եք դուք տեսնում, մասնավորապես զորքերի հրամանատար Հայկ Բաբայաններ։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը ոչ միայն չի կատարում իր պարտականությունները, իրականորեն շեղվելով իր իսկ ներկայացած եւ խորհրդանական